Չինաստանը հերթական անգամ ընդգծում է իր աճող դերակատարությունը գլոբալ քաղաքականության մեջ, այս անգամ ակտիվորեն ներգրավվելով Հարավային Կովկասում։ Չինաստանն արդեն համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, նախատեսելով մեկ այլ փաստաթուղթ ստորագրել նաև Հայաստանի հետ։ Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը թուրքական լրատվականին տված հարցազրույցում հայտնել է, որ Պեկինը շուտով պայմանագիր կկնքի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, որը կփոխի Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Չինաստանը միշտ է ակտիվ եղել մեր տարածաշրջանում, բայց ինքը քաղաքականությունը իրականացրել է մեկ կետով, այսինքն բոլորի հետ ունենալով նորմալ հարաբերություններ եւ առանձնահատուկ ինքը չի տվել որևէ պետության նախապատվություն, բայց հիմա տնտեսական ծրագրերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների զարգացման եւ ապաշրջեցման այս հատվածում կարծում ենք Չինաստանի այդ քաղաքականությունը ավելի է ակտիվանալու։ Ադրբեջանի հետ արդեն կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին գրում են ադրբեջանական եւ չինական լրատվականները։ Ըստ տեղեկությունների երկրները կգործակցեն շուրջ 20 ոլորտներում։ Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կնքված փաստաթղթերը միմյանց հետ կապ չունեն, դրանց հաջորդականությունը եւ բովանդակությունը վկայում են Կովկասում Պեկինի ռազմավարական հետաքրքրությունների խորացման մասին։ Չինաստանը ուրեմն արդեն այդ Միացյալ Նահանգների կողմից տրված տարիֆների ի պատասխան ուրեմն նա փորձում է այսպես ընդլայնել իր ազդեցությունը, նամանավանդ փորձելով այլ շուկաներ եւ այլ տարածաշրջաններ հասնել, նա այսպիսով որոշ ժամանակ կարծեք պաուզա տրված մեկ կոդի մեկ ճանապարհ նախաձեռնությունը հիմա ինքը ուրեմն փորձում է ակտիվացնել։ Մյուս կողմից Չինաստանի եւ Ադրբեջանի համաձայնագիրն ընդգծում է էներգետիկ եւ լոգիստիկ համագործակցության խորացումը։ Պեկինը հետաքրքրված է Ադրբեջանի միջոցով իր մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության ուժեղացմամբ, օգտվելով Բաքվի աշխարհագրական դիրքից։ Համաձայնագիրը ներառում է նավթագազային ոլորտում համատեղ ծրագրերի, ինչպես նաեւ երկաթուղային եւ ծովային ենթակառուցվածքների զարգացումն ու կապը Կենտրոնական Ասիայի հետ։ Չինաստանը փորձելու է օգտվել ընդհանրացան հնարավորություններից բացվող կոմունիկացիաներից դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհ գտնելու Չինաստանով, Պարսկաստանով, մեր տարածաշրջանով դեպի Եվրոպա։ Սա իհարկե լավ է, բայց կարող է նաև ստեղ խնդիրներ առաջացնել, կարծում եմ Մոսկվայի հետ, որովհետև դա ըստ էության լինելու է Ռուսաստանը շրջանցող տնտեսական ծրագրեր։ Իսկ Հայաստանը դիտարկվում է որպես կամուրջ դեպի Մերձավոր Արևելք եւ Եվրոպա։ Ակնհայտ է Չինաստանը միաժամանակ փորձում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել տարածաշրջանում հակասություն ունեցող երկու երկրի հետ էլ, այդ կերպ ապահովելով սեփական տնտեսական շահերն ու ուժեղացնելով իր ազդեցությունը Կովկասում։ Հայաստանի համար շահավետ կլինի բոլոր ուրեմն այդպիսի մեգածրագրերի մեջ ներգրավվածությունը։ Ես կարծում եմ մենք պետք է այդ մտայնությունից դուրս գանք, այսպես ուղիղ սև ու սպիտակների, նամանավանդ այս ժամանակահատվածում, որտեղ աշխարհը ուրեմն գնում է դեպի բազմաբևեր աշխարհ, եւ մենք պետք է հնարավորինս բոլոր ուրեմն այդպիսի մեգածրագրերում մեր նախաձեռնություն ունենանք։ Զրուցակիցներս ասում են, Չինաստանի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում պայմանավորված է միաժամանակ մի քանի ռազմավարական նպատակներով։ Առաջինը տնտեսական շահն է։ Մեկ գոտի, մեկ ճանապարհ գլոբալ նախաձեռնության շրջանակում Պեկինը ձգտում է նոր ուղիներ բացել Ասիան Եվրոպայի հետ կապելու համար։ Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվելով կարևոր աշխարհագրական դիրքում կարող են ծառայել որպես տարանցիկ հանգույցներ, ապահովելով ավելի արագ եւ մատչելի կապ Արևելքի եւ Արևմուտքի միջեւ։ Հայաստանը մի փոքր զիջում է Ադրբեջանին իր տրանսպորտային հնարավորություններով, դա պահանջում է առաջնետին իհարկե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, որպեսզի Հայաստանով ճանապարհն անցնի Թուրքիայով դեպի Եվրոպա։ Եթե այդ հարաբերությունը չկարգավորվեց, Հայաստանը չեմ կարծում թե հետաքրքրություն կներկայացնի Չինաստանի համար այնքանով, որքան օրինակ Ադրբեջանը Չինաստանի համար, բայց սա նաև մենք պետք է հասկանանք, որքանով է մեծ համապատասխանում մեր ազգային շահերի տեսանկյունից, այնպես չէ որ ցանկացած ծրագրի համար մենք պետք է գնանք ամեն դեպքում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Հարցեր կան, որոնք տնտեսական համաձայնագրերից ավելին են, ասում է միջազգայնագետը, պնդելով նմանօրինակ համաձայնագրերի համար չարժե անցնել ազգային արժեքների վրայով։ Այսպիսով Չինաստանը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը աշխարհաքաղաքական նոր իրականություններում, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ Արևմուտքի եւ Ռուսաստանի ազդեցությունը կամ սահմանափակ է կամ անկայուն։ Հարավային Կովկասում ակտիվ դերակատարումը Չինաստանին թույլ է տալիս հանդես գալ որպես չեզոք, բայց հզոր գործընկեր, որի հետ համագործակցությունը հեռանկարային է եւ ոչ սպառնալից։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։